Բարև ձեզ, Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական գործիչ Անուշ Առաքելյանին։ Բարև ձեզ, Տիկին Առաքելյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Տիկին Առաքելյան, վերջին օրերին 3-ամյա երեխայի մահվան դեպքը մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ։ Ինչ եք կարծում, ինչ համակարգային բացեր են նման ողբերգությունների խորքում։ Որն է պատճառը, որ այսպիսի դեպքերի ենք ականատես լինում։ Պատճառը այստեղ կարող ենք բնութագրել գլխավոր պատճառներից մեկը, իհարկե շատերը թիրախավորում են ընտանիքը, իհարկե ընտանիքը շատ մեծ կապ ունի երեխաների դժբախտության հետ, բայց նաև այստեղ շատ կարևոր է պետության գործոնը։ Պետությունը պարտավոր է իր հսկողության տակ պահել երեխաներին, հատկապես բազմազավակ երեխաներին, որովհետև տեսեք սոցցանցերում հաճախ հանդիպում ենք, որ թիրախավորում են բազմազավակ ընտանիքներին, երբ այս կամ այն խնդրի առաջ են կանգնում բազմազավակ ընտանիքները կամ անգամ առողջական խնդիրներ են երեխաները ունենում եւ գումար չի լինում, տեսնում ես, որ սկսում են թիրախավորել, դե եթե գումար չունեիր, այդքան երեխա չունենայիք, բայց այստեղ սխալ է մեր հասարակությունը թիրախավորում, ոչ թե պետք է մենք թիրախավորենք բազմազավակ ընտանիքներին, այլ պետությանը պետք է մեղադրենք, որպեսզի տեր չեն կանգնում բազմազավակ ընտանիքներին, նրանց հոգսերով չեն հետաքրքրվում պատշաճ ձևով, սիմվոլիկ ինչ-որ գումար է տրամադրվում, որը երբ հաշվում ես, բացարձակ չի բավականացնում այո, մինիմալ ծախսերի համար մի երեխայի։ Այդ պատճառով սա իհարկե շատ զավեշտալի եւ կարող եմ ասել անգամ առեղծվածային դեպք է, դեռևս այստեղ չեմ կարող միանշանակ ոչ մի գնահատական տալ, որովհետև դեռևս հետաքննության փուլում է գտնվում, բայց այստեղ պետությունն է, դարձյալ կրկնում եմ, պետությունն է շատ կարևոր գործոն ունի, որպեսզի հետևի բազմազավակ ընտանիքներին, օրինակ շատ հաճախ ասում են Եվրոմիության օրինակներն են բերում, Եվրոմիությունում պետությունը հատկացնում է բազմազավակ առհասարակ երեխաներին գումար է հատկացնում եւ հետեւողականորեն նայում է, որպեսզի այդ գումարը ըստ հավուր պատշաճի ծախսվի։ Լինում են իհարկե ընտանիքներ, որ այդ գումարները վերցնում են եւ ծախսում են ոչ նպատակաուղղված, ոչ երեխաների համար է ծախսվում, եւ որպեսզի այդպիսի խնդիրներից զերծ մնանք, պետությունը պարտավոր է սոցիալական աշխատողների այսպիսի մի սխեմա մտածի, եւ հետեւողականորեն իր այդ ռեսուրսներ տրամադրի բազմազավակ ընտանիքների համար։ Եվ ես ինչու եմ ասում, որ շատ սխալ է բազմազավակ ընտանիքներին թիրախավորելը, քանի որ մեր պետությունը այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ։ Գենոֆոնդի խնդիր, այո, մենք ունենք ծերացող հասարակություն եւ չունենք նոր սերունդ ավելի շատ, հասկանում եք, այսօր մեր խնդիրը նրանումն է, որ բոլոր ընտանիքներում այսօր 1 կամ 2 երեխա են ունենում, 3-ը հազվադեպ են ունենում, իսկ 4-րդը արդեն շատ ավելի քիչ են ունենում, 4 եւ ավելի երեխաներ։ Մենք տեսնում ենք, որ ավելի զարգացած երկրներում խթանում են, չէ՞, բազմազավակ։ Իհարկե, հեռու չեն գնում, նայում ենք մեր հարևան երկրները, եւ Իրանում, եւ Թուրքիայում, մեր թշնամի է Թուրքիայում, որ բավականին մեծ գումարներ է տրամադրվում բազմազավակ ընտանիքներին։ Այսօր մեր մոտ, չգիտես ինչու թիրախավորում են ոչ թե պետությանը, որ հավուր պատշաճի չի
հովանավորում այդ բազմազավակ ընտանիքներին եւ թիրախավորում են մարդկանց։ Նաև այստեղ պետության գործոնը այնքանով է, որ հատկապես ես այս պահին շատ մեղադրում եմ պետությանը, քանի որ տեսեք 2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, առաջնահերթ գործունեություններ, որ փակեց գիշերօթիկ դպրոցները, բայց այդ գիշերօթիկ դպրոցներում պատճառաբանելով, որ երեխաներին վերադարձնում է ընտանիքներին, բայց պետք է հասկանալ, որ այդ ընտանիքները, երբ որ տվել էին գիշերօթիկ, դա լավ օրից չէր, այսինքն ծնողը աշխատել է, ծնողը չի կարողացել գնա իր երեխային դպրոցից կամ մանկապարտեզից տուն տանի, հա, ասում էին այդ երեխային փոքր երեխաներ, 5 տարեկան երեխաներ, չէ, մանկապարտեզից տուն բերում, քանի որ մայրը աշխատում էր։ Այ եթե լինեին գիշերօթիկ դպրոցներ կամ ավելի տենց ինչ որ կազմակերպություններ, որպեսզի հոգ տանեին բազմազավակ անապահով ընտանիքների այդ հոգսերը, այդ դեպքում նմանատիպ իրավիճակներ չէր լինի։ Եվ լավ օրից չէր, որ ծնողը գիշերօթիկ էր տալիս, իսկ երբ փակեցին այդ գիշերօթիկները, փաստացի այդ անապահով ընտանիքներին կանգնեցրեցին փաստի առաջ։ Տիկին Առաքելյան, երեխաների հիմնարար իրավունքներից մեկն է նաև կրթություն ստանալը, եթե չեմ սխալվում։ Կրթությունից այս օրերին շատ է խոսում եւ իշխանության համար, չգիտես ինչու, նոր է այն նորաձև դառնում։ Գոհ եք կրթական ոլորտում տիրող իրավիճակից։ Միանշանակ գոհ չեմ, կրթությունը իրենց համար միգուցե նոր է, բայց հայ ժողովրդի համար եղել է նորաձև միշտ։ Անկամ երբ շատ անցյալում, երբ շատ դպրոցներ չի եղել, նորաձև ընտանիքները, ապահոված ընտանիքները վարժապետներ են բերել, ուսուցիչներ են բերել իրենց երեխաներին տանը կրթելու համար։ Այսինքն միշտ եղել է նորաձև կրթվելը։ Ուղղակի իրենք, որ քանի որ կրթություն չեն ունեցել, վարչապետն է, ինչպես գիտենք, ցավոք սրտի այսօրվա վարչապետը, կրթությունը ամբողջությամբ չի վերջացրել, համալսարանը չի ավարտել, միգուցե այսօր իրենց համար մեծ ձեռքբերում է, մեծ բացահայտում են արել, որ կրթությունը նորաձև է, բայց մենք գիտենք, որ միշտ է կրթությունը նորաձև եղել։ Դե լավ է ուշ, քան երբեք, բայց ցավոք սրտի դրանից տուժում են այսօրվա սերունդը, ով ուսում է ստանում, եւ ուսումնական ծրագրերից այսօր հանվել են հայ եկեղեցու պատմության եւ հայ ժողովրդի պատմության առարկաները։ Ըստ ձեզ ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը այս քայլերը անելով։ Ես նաև լրացնեմ, որ ոչ միայն հանվել է հայոց փոփոխության է ենթարկվել հայոց հայ ժողովրդի պատմությունը դարձել է Հայաստանի պատմություն, նաև սկսել են դասավանդել հայոց լեզու առարկան շաբաթական 2 անգամ։ Պատկերացնում եք, ես անկեղծ ասած չէի կարողանում հավատալ, ըմբռնել, որ սա Հայաստանի իրողությունն է, որ սա կատարվում է Հայաստանում։ Ինչպես կարելի է հայոց լեզուն Հայաստանում դասավանդել 2 ժամ շաբաթական։ Դա մի աներևակայելի երևույթ է, որովհետև մենք չենք գտնվում այլ երկրում, որպեսզի մենք շնորհակալ լինենք, որ գոնե 2 ժամ անգլերենի պես, ասենք, դասավանդում է հայոց լեզու։ Ընդ որում հայոց լեզուն ունի բավականին բարդ քերականություն, եւ այդ 2 ժամվա մեջ բացառվում է, որ երեխաներին այդ հայոց լեզվի բարդ քերականությունը մատուցվի։ Նախկինում անգամ օտար լեզուները 3 ժամ էին դասավանդում շաբաթական։ Այսօր 2 ժամ են իջեցրել եւ հետո նայում ենք, տեսնում ենք, ասում են թե բուհերում ընդունելությունները շատ խայտառակ մակարդակում են։ Իհարկե, բնականաբար, եթե դպրոցներում այդքան քիչ դասաժամով է դասավանդվում, միանշանակ
բարձրագույն ընդունվելու համար կամ բավականին մեծ գումարներ պետք է տրամադրվի կրկնուսույցների վրա, որպեսզի պարապեն ավելի շատ, որպեսզի ընդունվեն համալսարան, այսօրվա հասարակությունները իհարկե միանշանակ այդ հնարավորությունը մեծամասնությունը չունեն։ Դրա համար ունենք այս պատկերը։ Եվ ես երկար եմ օրինակ մտածել, թե ինչ նպատակ է հետապնդում, հայ եկեղեցու պատմությունը, ինչի համար է դուրս բերվում դպրոցից կամ հայոց հայ ժողովրդի պատմությունը, ինչի համար է փոխվում Հայաստանի պատմության, կամ ինչի համար է այս հայոց լեզուն 2 ժամ դասավանդվում, ոչ մի ռեալ պատասխան չեմ կարողացել գտնել, քան փոխկապակցված կերպով նայել, թե ինչ է տեղի ունենում ընդհանուր առմամբ Հայաստանում եւ մեր Հայաստանի այդ սահմաններից դուրս, երբ նայում ենք Ադրբեջանում, որ այնտեղ արդեն արևմտյան Ադրբեջանի համայնք է ձևավորվել, մի քանի ամիս առաջ ասում են 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստանում բնակվի, եւ 2 օր առաջ էլ արդեն հայտարարեցին, որ արդեն 500,000-ի է այդ համայնքը ձևավորվել, 500,000-անոց ադրբեջանական համայնք։ Ուղղակի պատկերացնում եք, դա կես միլիոն բնակչություն պետք է ավելանա ադրբեջանցիներով, էլի, միգուցե նաև մի քանի ամիս հետո դարձնեն 1 միլիոն, ես չեմ կարող ասել, որովհետև իրենց այս սանձարձակ վիճակը գնալով աստիճանաբար ավելի է խորանում, եւ երբ նայում ես այնտեղի այդ հայտարարություններին, եւ նայում ես մեր դպրոցի այսպես կոչված ճակերտավոր բարեփոխումները կամ ռեֆորմները, հասկանում ենք, որ սա միտումնավոր արվում է, որպեսզի այդ ադրբեջանական համայնքը, որ տեղափոխվելու է, ցանկանում է գա Հայաստանում բնակեցվել, իրենք իրենց կոմպլեքսավորված չզգան, իրենք իրենց նեղված չզգան, այ նաև լրացնեմ այդ դպրոցի թեման, մաշտոցն են QR կոդի տակ թաքցրել, զուգահեռ իրականության մեջ մի կողմից QR կոդի տակ են թաքցնում մաշտոցին, մյուս կողմից դպրոցներում արգելվում է հեռախոսները։ Հասկանում եք, այդ համեմատությունը չի լսել շատ ծայրահեղությունից ծայրահեղություն է, էլի, որ նայում ենք, ոչ մի լոգիկայով չես կարողանում հասկանալ ինչու համար է սա արվում։ Եվ հասկանում ես, որ միանշանակ սա արվում է, որպեսզի երեխաները ծանոթ չլինեն, աստիճանաբար մենք հեռանանք մեր սովորական կրթությունից եւ ադրբեջանցիների երեխաներն է, որ մեր դպրոցներում սովորեն, իրենք վատ չզգան, որ Դե Ալեն Սիմոնյանը ասում էր, չէ, ճիշտ է, նա մենակ Ալիևի եւ Էրդողանի մասին էր ասում, բայց ասում էր ամեն ինչ պետք է անենք, որ այստեղ նրանք իրենց հանգիստ զգան, ամեն ինչ հանգիստ լինի։ Այո, եւ այս կրթական, այս ճակերտավոր բարեփոխումներն էլ դրան է միտված, որպեսզի այդ երեխաները հանկարծ եւ նրանց ծնողները չկոմպլեքսավորվեն, որ հայ ժողովուրդը 405 թվականից գրում է հայատառ, իսկ այ իրենցը այնց ինչ որ լատինատառ լղոզված ինչ որ այբուբեն են, այսպես իրենց համար մոգոնել։ Շարունակելով կրթության մասին մեր թեման, լրահոսում հաճախ ենք տեսնում, որ տարբեր մարզերում դպրոցներ են փակվում, մի դպրոցը միավորվում է մյուսին եւ ստացվում է, որ փոքր գյուղերում դպրոց չի լինում, երեխան ստիպված է լինում հարևան գյուղում դպրոց հաճախել։ Սա ձեր կարծիքով արդյունավետ կրթական քաղաքականության արդյունք է, թե հերթական քայլը մարզերը դատարկելու ուղղությամբ, եթե կարելի է այդպես ասել։ Նոր քիչ առաջ տեղեկացա, որ Սյունիքի մարզի Մեղրի գյուղերից մեկում փակվել է դպրոցը, որը սահմանամերձ է։ Այսինքն այստեղ հասկանում ենք, տեսեք, մի կողմից գովազդում են, որ այ տեսեք, ինչպիսի դպրոց ենք կառուցել, այս իշխանությունները կառուցում են 10 դպրոց,
փակում են 200 հատ դպրոց։ Ընդ որում փակում են սահմանամերձ դպրոցներ, որտեղ նայեք, երբ գյուղապետարանները փակվում են, խոշորացվում է համայնքը, բնականաբար արդեն այդտեղ ապրելը դժվարանում են։ Եվ երբ երեխաների այդ կրթությունն են բարդացնում, դժվարացնում են երեխաների դպրոց հասանելիությունը, հա, փակում են, անուն են դնում, որ խոշորացնում են, ավելի մյուս դպրոցը գնանք, այն մյուս դպրոցը ավելի վերանորոգված է, հա, բայց արդյունքում հասկանում ես, որ այդ գյուղացու համար դա աներևակայելի խնդիր է, քանի որ նաև տրանսպորտի խնդիր ունեն գյուղացիները, կարելի ասել բոլոր մարզերում, առավել եւս սահմանամերձ հատվածներում աներևակայելի դժվարություն է, սա աստիճանաբար բերում է նրան, որ այդ գյուղացիները վերջապես հավաքում են իրենց իրերը, թողնում են իրենց տունը կամ վաճառում են կամ հենց թողնում են եւ տեղափոխվում են այլ տեղ։ Այդպիսով ինչ է ստացվում։ Ստացվում է, որ սահմանամերձ մեր գյուղերը դատարկվում են եւ աստիճանաբար այդ դատարկված գյուղերն էլ իհարկե մեր թշնամիներով, սենց ադրբեջանցիները ինչու՞ չէ, ոտ, այո, անգամ ասում էին ինքնաթիռներով եւ մեքենաներով էին, չէ, ասում էին գալու ենք, հիմա կարող են սամակատներով եւ հեծանիվներով գալ սահմանամերձ գյուղեր, էլի, այն կողքի գյուղից հեծանիվով ինչ է խանգարում կան։ Մեր իշխանությունն էլ կասի դե մեզ պետք չէր այդ գյուղը։ Այո, մեր ինչներն է, դժբախտ, դժգույն, այսպես գյուղեր, դատարկ, այո, դպրոցը հին էր։ Այսօր ես տեղեկացա նաև, որ Հայաստանում գործող Արցախյան միակ մարզական ակումբն է լուծարման խնդրի առջև կանգնել եւ ձեր կարծիքով դա էլ է կանխամտածված քայլ, թե պարզապես Սրանք ոչինչ չեն անում, այս իշխանությունները ոչինչ չեն անում պատահաբար։ Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ իբրև թե լավ չաշխատելու արդյունքում է այս ամեն ինչները, այս ձախողումը, բայց իրենց մոտ, երբ որ նայում ես 2018 թվականից իրենց ամբողջ գործողությունները, հասկանում ես, որ սա միտումնավոր, ծրագրավորված, ամեն ինչ տանում են այդ ուղղությամբ։ Իհարկե, այս կերպ փորձում են արցախցիներին այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք Հայաստանից դուրս գան։ Առհասարակ, աստիճանաբար այնպիսի իրավիճակ են ստեղծում, հա, երբ նայում ես այս ամբողջ թանկացումները, բնակարանների թանկացումները, աներևակայելի նորակառույցներ են կառուցվում, բայց երբ հարցնում ես հասարակ քաղաքացիներին, ի վիճակի ես գնելու այդպիսի գումարով, այդպիսի բնակարան, միանշանակ հնարավոր չէ։ Եվ հասկանում ես, որ այս մարդիկ աշխատում են, որպեսզի եւ արցախցիները, այո, եւ հայաստանցիները, բոլորը հայ ժողովուրդը Հայաստանից ուղղակի արտագաղթի։ Այո, ոչ միայն թիրախում արցախցիներն են, հիմա թոշակառուների վիճակն էլ այդքան էլ բարեկարգված չի։ Բոլոր, այո, տեսեք 3000-ից 5000 դրամ թոշակ միգուցե բարձրացնեն, բայց երբ համատականով տեսնում ենք գնաճը ինչպիսին է, անհամեմատելի է։ Տիկին Առաքելյան, կցանկանայի նաև հասարակության հոգևոր կյանքից, այսպես ասած, հա, խոսենք, Նիկոլ Փաշինյանը արշավ է սկսել նաև հայ առաքելական եկեղեցու դեմ եւ արդեն երկրորդ անգամ է Հովանևանքում կեղծ պատարակ է մատուցվում կարգալույց հռչակված քահանայի կողմից։ Սրան ինչպես եք վերաբերում։ 18 թվականից է այս արշավը սկսված։ Այո։ Երբ իրենք եկան իշխանության, նոր վեհապար էին փորձում իրենց համար ստեղծել, հռչակել, չգիտեմ էլ, ես մի աբսուրդային ինչ-որ մի թեմա է, որ ծրագրավորված այս մարդիկ եկել են։ Ուղղակի դա խոչընդոտեց սուտ այդ կովիդի այդ հատվածը ընկավ, որ սահմանափակված էր տեղաշարժը, հետո մեր ցավալի պատերազմը 44 օրյա մի տեսակ հետաձգեց այս արշավը, բայց սա ծրագրված արշավ է, տեսեք ասում են
հարցը ոչ թե հայ առաքելական եկեղեցուն ենք թիրախավորում, այլ զուտ այս կամ այն կուսակրոն հոգևորականին ենք, չէ, թիրախավորում, բայց փաստը այն է, որ երբ իրենք եկան իշխանության, իրենք արդեն շրջանառում էին, որ հայ եկեղեցու պատմությունը պետք է չդասավանդվի դպրոցում։ Իսկ ինչ էր խանգարում, հա, հայ եկեղեցու դասավանդումը։ Դրա փոխարեն որոշել են, որ ավելի լավ է միշտ երգ եւ կերպարվես դասավանդվի կամ առողջ ապրելակերպ դասավանդվի, հա։ Իսկ ինչն է խանգարում, որ եւ Այո, ինչն է խանգարում։ Չէ, այստեղ միանշանակ հասկանում ենք, որ սա ծրագրած է, ծրագրավորված, այսպես արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ, որը նաև թիրախավորում է, այստեղ կուզենամ իհարկե այս երկու զուգահեռականները, հա, անցկացնել, որ այստեղ եւ եկեղեցին են թիրախավորել եւ սփյուռքը, քանի որ այդ երկուսն է փոխկապակցված է։ Երբ իրենք դարձյալ եկան իշխանության, ոչ միայն հայ առաքելական եկեղեցին էին թիրախավորում, նաև փակեցին անմիջապես սփյուռքի նախարարությունը, չէ՞։ Իսկ սփյուռքը երբ նայում ենք, հայ ժողովուրդը ավելի շատ Սփյուռքում կա հայ, քան Հայաստանում, չէ։ Հենասյուներն են հայ։ Իհարկե, հայ ժողովրդի հենասյուներն են եկեղեցին եւ Սփյուռքը։ Միշտ երբ այսպես անցյալում խաղաղ ապրել է Հայաստանը, դա եւ Սփյուռքի եւ եկեղեցու համատեղ գործունեությունն է եղել։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ է Սփյուռքը համախմբվել, չէ։ Այդ գործունեությունը ամբողջ հայապահպան, հայ առաքելական եւ Սփյուռքն են համատեղ գործել։ Եվ երբ նայում ես սրանց թիրախավորմանը, հասկանում ես, որ սրանք եւս իրոք ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանցիներին եւ թուրքերին գոհացնեն։ Եվ մի մեջբերում էլ անեմ, 2012 թվականին էր Թուրքիայում ընդունվել է մի կանոնադրություն, որ իրենք պետք է այսպես ռևանշիստական այդ կառույցների հայ առաքելական եկեղեցու եւ Սփյուռքի դեմ պայքար տանեն։ Հիմա երբ նայում ես այս մարդկանց գործունեությունը, իրենց հայտարարությունները, հասկանում ես ամբողջությամբ իրենք Էրդողանի թուրքական այս թեզն են առաջ տանում եւ իրենց շահն են առաջ տանում, ոչ թե հայկական։ Ես այսպես ուղղակի կմեկնաբանեմ այս եկեղեցու արշավը, էլի փոխկապակցված է, քանի որ եկեղեցին եւ Սփյուռքը դա հայկականության պահպանության հիմքերն են, չէ՞ որ դարերով շարունակ, երբ անգամ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, հենց եկեղեցին է իր շուրջ համախմբել հայ ժողովրդին, բերել հասցրել նպաստավոր այնպիսի պայմանների, այնպիսի ժամանակաշրջան, երբ նորից պետականություն ենք ձեռք բերել։ Տիկին Առաքելյան, եթե թույլ տաք իմ վերջին հարցը, որոնք են այն հիմնական փոփոխությունները, արմատական, որոնք պետք է արվեն, որպեսզի մարդը Հայաստանում իրեն զգա, որ ապրում է արժեքային ամուր պետությունում։ Ինչ եք կարծում։ Այս պահին միակ բանը, որ պետք է արվի, դա իշխանափոխությունն է։ Շատ բան պետք է արվի։ Այս մարդիկ բոլոր ոլորտները ապականել են, բոլոր ոլորտները քանդել են եւ բանակը, եւ ընտանիքները, եւ արժեհամակարգը, եւ եկեղեցին են հիմա փորձում են քանդել, եւ կրթությունը, չկա մի ոլորտ, եւ տնտեսությունը, գյուղատնտեսության նախարարությունն են փակել, գյուղատնտեսության սուբսիդավորում չկա, որպեսի գյուղն է, չէ, այդ պետությունը պահում, տնտեսությունը պետք է զարգանա, որպեսի քո պետությունը կայուն զարգացում ունենա։ Այս մարդիկ ամեն ոլորտը քանդել են եւ ես չեմ կարողանում պատկերացնել, որ սրանք ինչ որ մի բան ցանկանում են անել, որպեսի պետությունը ոտքի կանգնի։ Եվ ես տեսնում եմ միակ բանը, որ հայ մարդը պետք է անի, պետք է իշխանությունից զրկի Նիկոլ Փաշինյանին եւ մոտակա
իհարկե ընտրություններին ըստ ամենայնի, թե հերթական կամ արտահերթ, ցանկացած մարդ պետք է հասկանա, որ եթե ինքը չի գնում ընտրության, իր ձայնը գնալու է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Կլինեն սխեմաներ, որպեսզի իր չօգտագործված ձայնը կնպաստի Նիկոլ Փաշինյանին։ Այդ պատճառով ցանկացած մարդ պետք է հասկանա, որ մենք այնպիսի մի իրավիճակում ենք, որ սրընթաց գնում ենք դեպի անդունդ։ Բոլոր ոլորտները խայտառակ վիճակում են, եւ այս պահին կա միայն մեկ լուծում, որ գնանք եւ իշխանազրկենք այս մարդկանց, որպեսզի նորից արժանապատիվ խաղաղություն ունենանք, որպեսզի նախկին հայի այն պատիվը, երբ չէ որ այսպես խայտառակ վիճակում չէինք ապրում մենք, միշտ արժանապատիվ էինք եւ Հայաստանում եւ Սփյուռքում, հա, երբ ամենուր որտեղ որ գնում էինք, շատ հարգված էր հայը, իսկ այսօր գլխի կոր ենք։ Մենք պետք է շտկենք այս իրավիճակը եւ առաջ սլանանք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու։ Ես նույնպես շնորհակալ եմ։